Քիչ առաջ Civilnet-ի կայքով կարդացի, որ ուրեմն հայ տաքսիստները, որոնք Հայաստանի ամենաուժեղ գործարարներն են, իրանց օպերներով եւ այլ, հավաքվել են Իրանի եւ Հայաստանի սահմանին Մեղրու անցակետում եւ օգտում են որպես եղբայրական հարևան ժողովուրդ, ուրեմն Իրանից փախնողներին, այդպես կարելի ասել, տեղափոխվել Երևան։ Պարզապես իրանց ուրեմն այդ մարդասիրական քայլը մի քիչ ուրիշ է այս անգամ արտահայտվում, եթե առաջ մի ուղևորի համար պահանջում էին 10,000 դրամ Երևան տեղափոխելու համար, հիմա գները փոքր-ինչ փոփոխվել են, դարձել են $300։ Այսպիսին է հայ տեսակը, սա Նիկոլի Հայաստանի հայն է, էլի, ընդհանրապես, ոչ թե Նիկոլեն էլ այդքան չմեղադրենք, սա ներկայիս Հայաստանի հայի տեսակն է, վերջի կարող է մի 1000 տարվա, էլի, արժեքազրկված, անբարոյական, ռաբիս, գեղցի, քյարթու, տգետ հայի տեսակն է։ Մենակ հայերի չի արկես այս բանը հատուկ, բոլոր ազգերի մեջ այդ կեղտը կա, բոլոր ուրեմն ազգերում շատերն են փորձում այդ պահերին փող աշխատեն։ Նույն իրավիճակը տիրում է նաև Իսրայելում, արդեն մեկ շաբաթ է այնտեղ է գտնվում պրոֆեսոր Օհանյանի տիկնոջ հետ, որոնք այցելում են Տիրոջ Շիրիմը եւ Սուրբ վայրերը, եւ այսօր նրանք պետք է լքեին Իսրայելը վերադառնային տուն, բայց արդեն հետաձգված են բոլոր չվերթները։ Ես հարցրեցի, թե ինչպես է, ուրեմն ջրային ճանապարհով լսել եմ, որ հնարավոր է մեկնում են Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, այնտեղից դեպի Եվրոպա, Միացյալ Նահանգներ եւ տարբեր երկրներ, ասեց, որ ուրեմն եթե առաջ ուրեմն նավով տոմսի արժեքն էր մոտ $100, որպեսզի ուրեմն Իսրայելից մեկնեն դեպի Եգիպտոս, այսօր այդ գումարը դարձել է $1200, այսինքն թանկացել է 12 անգամ։ Իսկ Հունաստան մեկնել ուրեմն արժեքը դարձել է արդեն մի հոգու համար պահանջում են $10,000-12,000։ Անենց որ մարկային այդ կեղտը, որ կա, դա ոչ միայն հայերի մեջ, այլև ուրիշ ազգերի մեջ էլ կա, արաբների մեջ, հրեաների մեջ, հրեաների մեջ տոկոսով ավելի քիչ է, արաբների մեջ ավելի շատ է, որտեղ այդ գումար ուզողները արաբներն են, հրեաները այդպիսի բան չեն անի, նրանք ավելի շատ արժեհամակարգ ունեցող ազգ է, բայց այնց որ պարզապես հայերի մոտ փաստորեն 10,000 դրամից հասել է 300 դրամ, հələ հաշվի քանի անգամ է գինը թանկացել, իսկ արաբների մոտ ասենք $100-ից հասել է $1200, բայց ուզում ասեմ այդ արժեհամակարգը կա բոլորի մոտ, զարմանալու բան չկա, բոլորը մարկային տեսակն է, դա մարդու կեղտ տեսակն է, որ միշտ ուրիշի նեղության պահին փորձում են գումար աշխատել։ Ռուսը ասում է կամու վայնա, կամու մաջրաննա։ Հիմա դրանց համար դա է, առիթ է։ Խիմեր 44 օրվա պատերազմի ժամանակ, երկրաշարժի ժամանակ քիչեր են տականքը, որ փորձեց գումար աշխատել ու լավ էլ աշխատեց։ Թե ասենք պրիվատիզացիայի ժամանակ քիչ փող աշխատեցին, որ երեք մի հատ տիկին դուրս էր եկել գործող նախագահի հետ կապված իմ այդ վիճաբանություններ անով, որ ինքը շատ ազնիվ մարդ է, որ քաղաքապետ է եղել։ Համենայնդեպս իրավիճակը սա է։ Կեղտը ամենուրեք է, մարկային տեսակն է, կեղտը մարկային տեսակն է, բնության ստեղծած ամենակեղտ, ամենազզվելի էակը։ Եվ այս բոլորակը պղտորում է, կեղտոտում է մոտ 80%-ը դրանով ապրում։ Լավ եղեք, այդպեսին մի եղեք, մաքուր եղեք ինքներդ ձեր առջև։ Ամենայն բարիքներ բոլորին։